Ինչ են ասում։ Ասում են Դավիթ Համբարձումյանը 18 թվին զենքով էլ ապրիլյան իրադարձությունների ժամանակ զենքով էլ մարդածեցե։ Ցույցի գնացողներին խանգարելա, որ գնան ցույցի, ծեծելա, որ չգնան ցույցի ու զենքով։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, իշխանության տարիներին, եթե որևիցե մեկը նույնիսկ Սերժ Սարգսյանի ամենամոտիկ մարդը, ինչ որ մի հատ բանի մեջ ներգրաված էր, ինչ որ մի հատ կռի վեճ վիճաբանություն բան, այդ մարդը մանդատներ հետո վար դնում, մարզպետի պաշտոնից էր հրաժարվում, նախարարի պաշտոնից էր հրաժարվում, այդ գործով մարդիկ էին գնում նստում։ Այսինքն, ասածս ինչա, եթե նույնիսկ մտածենք, որ այդ ժամանակ բոլորը կարծում են, որ այո, Սերժ Սարգսյանը ճնշելու է այդ ցույցերը ու մնալու է իշխանության, նույնիսկ այդ պարագայում Դավիթ Համբարձումյանը եթե զենքով էր այնտեղ մարդ ծեծեր, ինքը պետքա գիտակցեր ու վստահ եմ կգիտակցեր, որ դրանից հետո ինքը իր քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու է, որովհետև այդտեղ որևիցե մեկը ոնց էլ կհաներ կնկարեր Դավիթ Համբարձումյանին զենքով մարդ ծեծելուց կռիվանելուց ու վաղը չեմ իսօրը հենց Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում էլ Դավիթ Համբարձումյանը կհրաժարվեր քաղաքապետի պաշտոնից։ Հիմա ասածս ինչա, էլ այդտեղ մարդ չկար կռիվանող, զենք անող, Դավիթ Համբարձումյանը պիտի զենք աներ, մարդ ծեծեր, որ վաղը չեմ իսօրներ քաղաքապետի պաշտոնից հրաժարվել, հա։ Ասենք աբսուրդ է էլի, իմաստը չկար դրա։ Դավիթ Համբարձումյանի կողքի այնքան մարդ կա, դու այնքան կռիվանողներ կային, այնքան զենք անողներ կային անհրաժեշտության դեպքում, որ դրա անհրաժեշտությունը չկար, որ Դավիթ Համբարձումյանը այդտեղ զենք աներ կամ մարդ ծեծեր ու իրան էլ դներ վտանգի տակ։ Նորից եմ ասում, հենց Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, փաստեր են սա, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այդ բեսպրիցելը վերացել էր, այսինքն հնարավոր չէր, որ որևիցե մի հատ իշխանավոր մի հատ կռվի մեջ մտնել է, թեկուզ Սերժ Սարգսյանի ամենամոտիկ մարդը։ Ու հետո ինքը չպատժվեր այն ձեր ասած ձևական թեկուզ չպատժվեր օրենքի շրջանակներում, այսինքն ցանկացած կռիվ, եթե շուխուռեր են գնում, ցանկացած կռիվ, ցանկացած վիճաբանություն, այդ գործի շրջանակներում մարդեր նստում ու այդ գործի շրջանակներում էլ եթե պաշտոնյա կար, հրաժարական էր տալի իր պաշտոնից։ Սա եղել է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որը ասենց ես փաստերով եմ ասում, բոլորդ էլ շատ լավ գիտեք։ Հիմա ինչ իմաստ կար, որ Դավիթ Համբարձումյանը վտանգեր իր քաղաքապետի պաշտոնը։ Իմաստը ո՞րն էր ինձ զենք անելու մարդաշատ վայրում, հա, որ մի հատ առանձին տեղ եղած ելներ թաքուն, կարող ասեիր հա կհաներեր, տո կծեծերեր, բայց եթե միտեղ լիքը մարդ կա, լիքը կամերաներ կա, լիքը լրագրողներ կա, իմաստը ո՞րն էր այդտեղ, որ Դավիթ Համբարձումյանը զենքաներ կամ մարդ ծեծեր, ընդհակառակը ինքը ինչքան կարենար իրան հերոք կպայր, տես բաներից, որ հենց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կոպիտ ասած չպատժվեր, այն ձեր ասած ձևական չպատժվեր, այսինքն քաղաքապետի պաշտոնը չկորցնի։ Ես սա կասեմ։ Դավիթ Համբարձումյանի պարզից էլ պարզա կալանավորման որոշումը կասել մի բանի համար, որովհետև այս իշխանությունները գիտակցում են, որ այո իմպիչմենտը կհաջողի, որովհետև այս իշխանությունների գլուխը ցավոք սրտի իմ խոսքերս ավելի շուտ մտան, քան մեր ընդդիմության։ Այս իշխանությունները ավելի շուտ սկսեցին լուրջ վերաբերվել իմպիչմենտին, քան մեր ընդդիմությունը, որովհետև գիտակցում են, որ Դավիթ Համբարձումյանի շուրջ այո հնարավոր է շատ հավանական է, հավանականությունը շատ մեծ է, որ ՔՊ-ից 20 հայրենասեր տղա կգնան կմիանան ու իմպիչմենտը կհաջողի։ Այս սա է պատճառը, որ Դավիթ Համբարձումյանին որոշեցին կալանավորել։ Դավիթ Համբարձումյան ջան, Դավո ջան, կողքդ կանգնացենք, պայքարելու ենք ու մենք հաղթելու ենք։